ձեզ տրվել է և իրավունքն եք հպարտանալու հետ կոչվում կրելու ամենայն պատմում։ Ձեր 5-6 տարիների գործունեությունը անմնացող թեժ ոչ մի որ ձեզ չեք խնայել, ոչ մի ժամ ձեզ չեք խնայել և հանուն Հայաստանի բանակի ստեղծման, հանուն Հայաստանի պետականության կայացման դուք արել եք ձեր ուժերի ներածի ավելի։ Ես շատ լավ հիշում այն օրը, երբ որ հաղորդների գումարտակի ուղարկման օրը Ալիկ Պետրոսյանը Գերիչի ձեռքին քնել էր։ Գերիչի ձեռքին էպես կամ կինոյի վարինում։ Սեղանի վրա կրացած։ Եվ այդպիսի օրեր ձեր կյանքում ցավոք սրտի շատ են եղել։ Եվ այդպիսի ամիսներ են եղել, տարիներ են եղել։ Գլխավոր շտաբի ակադեմիան ըստ էության ձեզ տավի քիչ բան ունի, որովհետև կան այնտեղ թեմաներ, առարկաներ, որտեղ ինքներ կարող է հաղորդություն կարդալ, բայց զուտ զինվորական կրթության իմաստով իհարկե շատ ճիշտ է, երևի շատ ուրախ եմ, որ դուք ցանկացեցիք այդ կրկնալու, ակադեմիան ձեզ շատ բան կարող է տալ։ Ակադեմիան սովորելու այդ մի տարին ես կուզեմ, որպեսզի դուք ձեզ շատ ազատ զգաք, ամեն ինչից բացի Մոսկվան մնում է Մոսկվա, Մոսկվայում ապրած մեկ տարին մարդուն մշակույթի իմաստով շատ բան է տալիս, իսկ յուրաքանչյուրս մշակույթի իմաստով դեռևս վերցնելու, սովորելու շատ բան ունենք։ Զգացեք ձեզ ուսանողի պես ազատ եղեք, մենք աշխատենք այստեղ ձեր բացը լրացնել ինչ է ձեր գալը։ Մոսկվայում անհանգիքներ շատ կան, մենք այդ բացում խոսել ենք, աշխատենք Մոսկվայի մեջ և ուսանողական համայնքը և ընդհանրապես Մոսկվայի հայ համայնքը ձեր ներկայությամբ խաղախմբել ակտիվ մարդիկ կարող եք դառնել, որպեսզի ձեր ներկայությունը Մոսկվայում զգալի լինի այնպես, ինչպես ձեր ներկայությունը զգալի է Երևանում։ Հաջողություն, գնացել, ես մի անգամ